Ուրեմն այսօրվա նյութը, որ առել եմ, ծննդոց 6-րդ գլխից պետք է խոսամ, մի քիչ շատ խրթին նյութ է, շատերը մեր նման չեն ընդունում, շատ եկեղեցիներ կան։ Վեցերորդ գլուխն է, որ առաջի համարից պետք է կարդամ, Ուրեմն Աստված ինչ էր պատվիրել Ադամին ու Եվային, որ աճեցեք, բազմացեք ու երկիրը լցրեք, ու տեսնում ենք, որ 6-րդ գլխի մեջ մինչև ջրեղեղը լինելը, տեսնում ենք, որ ստե մի կարևոր բան է կատարվել, որ շատերը չեն կենտրոնացած այս նյութի վրա, չեն էլ հետաքրքրված, բայց չգիտեմ, Աստված խի սրտից դրեց, որ սրա մասին այսօր խոսամ։ Երբ մարդիկ երկրի վրա շատնալ սկսան ու իրենց աղջիկներ ծնան, Աստծո որդիները մարդուց աղջիկներու գեղեցիկ կլալը տեսնելով, իրենց ընտրածներեն իրենց կիներ առին, եւ Տերը ըսավ, իմ հոգիս միշտ մարդու վրա պիտի չմնա, վասնզի անիկա մարմին է, բայց անոր օրերը 120 տարի ըլան։ Ուրեմն գիտենք, որ մինչև ջրեղեղ մարդիկ երկարակյաց էին, Ադամը ապրեց 930 տարի, Մաթուսաղան 969 տարի, զարմանում են շատերը, ասում են ոնց կարող այդքան երկար մարդ ապրի, բայց ապրում էին ու կրճատեց Աստված իր բանից տեսնում ենք, որ 120 տարի դարձրեց մարդու ապրելը, մեր օրերին ավելի է քիչացել, ասում է 70, եթե ուժով 80-ը լալի, այդ էլ տանջանք է ոնց որ մարդու համար, երկար չեն ապրում մարդիկ, ինչի որտև մեղքը ինչքան շատացավ, ինչքան գնալով զարգացավ, մարդկանց կյանքն էլ սկսեց կարճանալ։ Ուրեմն ստե մի կարևոր բան է ասում, երբ որ տեսնում ենք Աստծո որդիները ասում ու մարդոց աղջիկներ, շեշտ է դնում։ Ով էին Աստծո որդիները հին ուխտի մեջ։ Շատերը խառնում են, սա գիտեն, թե որ մենք, ասենք, նոր ուխտի մեջ Աստծո որդի կոչվեցին, դրա մասին էլ կգանք։ Էտա, բայց չէ, հին ուխտի մեջ Աստծո որդիները միայն հրեշտակներն էին։ Մարդկանց համար ոչ միտեղ չես գտնի, որ ասի Աստծո որդիներ, մենակ Աստված էր, Ադամն էր, որ Աստծո ստեղծագործությունով առաջ եկավ, բայց մենք Ադամի որդիներն ենք, մարդու որդի ենք մենք կոչվում, մարդկանց որդի, Ադամի Եվայից մենք սերրեցինք մինչև հիմա։ Բայց ստե ասում է Աստծո որդիները մարդկանց աղջիկների գեղեցիկ լինելը տեսան։ Ուրեմն ովքեր էին սրանք։ Սրանք այն հրեշտակներն էին, որ Աստված իրանց դրել էր, որպես երբ որ դրախտից Ադամին Եվային հանեց, որ իրանք այդ ճամփան պետքա պահեին, որ իրանք նորից հետ չգային, քանի որ ընդ կենասառներ կար, որ չլինի, որ կենասառից էլ ուտեն ու հավիցան տես մեղավոր ապրեն, դրա համար Աստված ինչ արեց, իրանց դուզ վռնդեց, ոնց որ անցած քարոզի մեջ էլ ասեցի, որ պատվիրեց, որ պետքա զոյի միջոցով իրան մոտենային, տեսանք, որ Կայենի ու Աբելի օրինակը խոսեցինք, որ Կայենը ոնց չարացավ աղբոր դեմ, որովհետև սխալ էր իր մատուցման ձևը, ինքը զոչը բերեց, ընծա բերեց, Աստված չընդունեց, դրա համար շատ բարկացավ ու տեսնում ենք, որ առաջի մարդասպանը եղավ Կայենից, ուրեմն ու Աբելից հետո Սեթ անունով մեկը ծնվեց, որը շատերը կարծում են այդ Աստծո որդիներ, որ ասում է Սեթի սերունդն են, բայց մենք հիմա կպարզաբանենք, կքնենք ինչքան որ Տերը կտա, այդքան կբացատրենք էլի, որտեղ մի քիչ շատ խրթին նյութ է, ուրեմն ասում են, որ Սեթի սերունդը իրանք հավատացյալ էին, Աստծո որդի էին, ոնց որ թե, ու մարդկանց աղջիկներն են Կայենի աղջիկներն են, որ մեղավոր մի սերունդի աղջիկ էին, անհավատ էին, բայց տենց չի։ Խորքի մեջ երբ որ նայում ենք, տեսնում ենք, երբ որ ջրեղեղը եղավ, Սեթի սերունդից էլ մարդ չփրկվեց։ Ընդամենը մի հատ Նոյ փրկվեց ու Նոյի կինը 3 տղաները Սեթ կամ Հաբետ, մեկ էլ իրանց կիները 8 հոգի են փրկվել։ Եթե Սեթը տենց հավատացյալ մեկն էր,
Աստծո որդեր կոչում բան, մի բան էլ եմ կարևոր ուզում ասեմ, երբ որ հավատացյալ անհավատի հետ ամուսնանում է, հսկաներ չեն ծնվում, հենց էսի շատ պարզ է գրած, ու ասում է, այն օրերը երկրի մեջ հսկաներ կային, անկե ետ կնալ, երբ Աստծո որդիները մարդոց աղջիկներուն կմտնեին, որոնք անոնց զավակներ կծնանային, անոնք հինեն ի վեր զորավոր ու անվանի մարդիկ էին, ուրեմն տեսնում ենք, նախ հսկաներ էին ծնվում, եթե անգամ մենք վերցնենք, որ Սեթի սերունդներ, ինչի պետք է հսկաներ ծնվեին, սովորական, այսօր երբ որ հավատացյալ մեկ անհավատի հետ ամուսնանում է, հսկա է ծնվում, ոչ երբեք, ուրեմն տեսնում ենք, սա տարբեր մի բաներ, տարբեր մի սերունդ էր, ինչի համար Աստծո բարկությունն էլ եկավ սրա վրա, քանի որ Աստված ասել էր աճեցեք ու բազմացեք, ինչի պետք է Աստված հետո բարկանար ու այս սերունդ ուզենար ջնջել, ու տեսանք, որ տարածվեց, այդ հսկաներ էին ծնվում, որոնք մի պիղծ սերունդ էին, անաստվածության էին, ուրեմն ժողովուրդը միշտ առաջնորդ է, ու չար մի սերունդ էր, դրա համար ասում Աստված նայեցավ ու իր սրտի մեջ ոնց որ զղջալը սխալ խոսք է, որտեղ Աստված մեր նման տկար մեկը չի, որ մի բան անի հետո զղջա, ուղղակի ցավ քաշեց էլի, ոնց որ խի պետք է սենց ելներ, Աստված այսօր էլ մարդկության, որ նայում է շատ բաները, երբ որ չի ավանում, ցավը քաշում, ասում է խի էլ իմ ստեղծած մարդը ինձի պետք է չճանաչի, ինձի պետք է չպաշտի, այսօր նայում ենք մարդիկ մեծամասամբ Սատանայը պաշտեն, թե իրեն գիտեն, չգիտեն, էդի չեմ կարող ասեմ, բայց շատերը չիմանալով Սատանայի հետևից են գնում, որտեղ այս աշխարհի Աստված ինքը կոչվեց, ու անհավատների միտքը ասում է կուրացրեց, Սատանայի ամբողջ նպատակը էդ է եղել, ոնց որ ուզում է ինքն էլ ոնց որ պաշտվի, էդ է եղել, դրա համար իր մեղքն էլ հենց ամենամեծ մեղքը էդ էր, որ ասեց աթոռս Աստծուն հավասար դնեմ, որպես Աստված պաշտվեմ, ու Աստված ասեց, որպես պիղծ խորունկ տեղերը, գուբի խորունկ տեղերը պիտի իջնես, քո համար չի սա, ու տեսնում ենք մարդուն, ընկած մարդուն վերցնում է ունդեյա տանելու, ուր որ հիմա մեր Տերն է, Աստված մարդուն բարձրացնում է, իսկ այդ անբարտավան Սատանային իր զորքին իջացնում է, ու վերջնական իրանց պատիժներ մենք գիտենք, օրինակի համար այս հրեշտակները, որ խառնվեցին, սրանց իշխանություն էր տվել Աստված, որ պետք է այդ դրախտի ճամփան պահեին, բայց իրանք ինչ արին, ասում է մարդկանց աղջիկներին տեսնելով, մարդկանց որ աղջիկներին, անոնցում է ասում է իրենց կիներ առին, ու սրանք անվանի ու հսկաներ էին ծնվում, Եվ Տերը երբ տեսա, որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնա եւ անոնց սրտի խորհուրդները, բոլոր գաղտնիքները չար էին ամեն օր, Տերը երկրի վրա մարդը ստեղծելուն զղջաց, ցավեց ու իր սրտի մեջ ասեց. Երկրի վրայեն պիտի ջնջեմ ամեն կենդանության շունչ ունեցող Ուրեմն տեսնում ենք, մենակ Նոյն էր, որ Նոյին վերցրեց Աստված, ու այդ մարդկությունը Նոյի միջոցով մինչև մեզ հասավ։ Միակ Նոյն էր, որ հակառակ էր գնում հոսանքին։ Ուրեմն տեսնում ենք, այս մարդիկ ինչքան էին չարացել, ինչքան էին ալանդակվել, որ Աստված ցավ քաշեց իրանց համար, ասես պիտի ջնջեմ։ Ու Նոյին պատվեր տվեց, ասես նայ, ասես պետք է տապանը սարքես, չափսերը բանը սաղ կա գրված, ինչ որ ասեց, ինքը հնազանդ, հսկա մեծ տապան սարքեց, ուրեմն տեսնում ենք, այդ տապանի սարքվելը 120 տարի տևեց, շատերը զարմանում այդքան երկար, հետո մինչև ջրեղեղը անձրև բան էլ չէր եկել, տենց ծով օվկիանոս չկար կողքը, կամ մի բան չկար, ծաղրում էին սաղ Նոյին, ասում են Նոյ, ես ինչ ես անում, ասում են, դե Աստված ասել է, որ տապան սարքի, պետք է ամեն բան ջնջի, ես էլ հավատքով ինքը իր զավակները, ու ինձ թվում է հրեշտակներ են եղել իրանց օգնողներ, որտեղ հսկա տապանը, որ նայում ես մարդկորեն այսօրվա բաներով, որ վերցնես, այտենց հսկա տապան սարքելը մեծ գործ է, ծանր մի գործ է, բայց տեսնում ենք,
մարդիկ ուրեմն ինքը իր զավակներով ու բարձով մարդիկ էին աշխատում, ինձ թվում է հրեշտակներել են եղել այդ գործի մեջ։ Ու երբ որ տապանը սարքեց պրծավ, ասում եմ տապանի դուռը Տերը փակեց, ոչ թե Նոյը, Տերը փակեց։ Ու իրանք եկան, երբ որ տեսան, որ անձրև ատակից է ջուրերն ու վերևից է ջուր գալի, վախեցան, ասին, ես ուրեմն ճիշտ էր ասում ես մարդ, այն մարդ ասում էր, որ պետքա ջրեղեղ լինի։ Ու սաղ իրան որ ծաղրում էին, ասում ես թե ոչ գետ կա, ոչ մի հատ օվկիանոս կա, ոչ բան կա, ինչի համար է սարկում։ Ու ինքը միշտ ասում էր Աստված պատժելու է։ Եթե չապաշխարեք, ձեր սրտի մեջ իրան չընդունեք, այս աշխարհը պատժելու է։ Ու նայում ենք Աստծո սրտին էլ էս ինչ մեջ ցավեր, որ իր ստեղծած մարդը պետք է այդքան ուրեմն մոլորվեր, ընկներ։ Ուրեմն Հոբի մեջ ենք գտնում, որ խոսում է Աստծո որդիների մասին։ Ինչից գիտենք, որ դրանք հրեշտակներն են, որովհետև Հոբի առաջի գլուխ հենց 7 համարից եմ ուզում կարդամ, Տերը ըսավ սատանային, ուր կեք ու գաս, ու սատանան պատասխան տվեց Տերոջ ու ուսավ, երկրի վրա շրջել է ու անոր վրա պտտել է։ Տերը ըսավ, աղեք ուշադրություն ըրիր իմ Հոբ ծառայիս։ Ուրեմն տեսնում ենք Աստծո հրեշտակները Աստծո օրը 6-րդ համարից պիտի կարդա, այսօր 7-ից կարդացի, օրը Աստծո որդիները գացին Տիրոջ առջև կայնելու, սատանան էլ ասում է նրանց հետ գնաց, ու Աստված իրան հարց է տալի, ասում է սատանա, ասում է, վաղ սատանա չէր ինքը, վաղ ինքը առուսյակն էր, օրտնված մի հատ հրեշտակապետ էր ինքը նույնպես, ոնց որ այսօր գիտենք Միքայելը կա, Գաբրիելը կա, ինքն էլ անվանի մեկն էր, ճանաչված մեկն էր, Աստված իրան լուրջ գործեր վստահ է, պետք է հրեշտակներին պատրաստեր Աստծո առջև հանելու, որ Աստված պաշտեն։ Ու տեսանք, որ ասում Աստծո որդիները գնացին ուրեմն Աստծո առաջ, ուրեմն գիտենք, որ մինչև հիմա էլ Աստծո որդիները հրեշտակները, որոնք հիմա այստեղ են, բայց մենք չենք տեսնում, ես վստահ եմ, որ այստեղ են, ու իրանք դրված են մեզի համար, ամեն մեկի համար, որ իրանք են մեզի բան, որ այս չար աշխարհի մեջ սատանան չի կարող մեզի կործանի։ Եթե ոչ, մեկս չպետք է այսօր կարողանային գանք ստետի 100 չէ 1000% եմ ասում։ Ու այսօր Աստված հրաշքով մեզի բերել է, ամեն օր Աստծո հրաշքն է, եթե չէ, այսօր մարդիկ խիչ են ուզում գնան Աստծուն, խիչ են ուզում հետաքրքրվեն, ինչի, չէ որ մենք էլ ենք ասում, որ այս աշխարհի վերջն է գալի, մոտ է Տիրոջ գալուստը, էսի հոհեքիաթ չենք պատմում մենք, ոնց որ Նոյի օրերն էր, Հիսուսը հենց դա էլ ասեց, նույնն էլ պիտի լինի իմ գալստյան ժամանակ, մարդիկ պիտի ուտեն, խմեն, օր ու գիշեր քեֆ անեն, իրանց ուրիշ բան չի հետաքրքրելու։ Չի հետաքրքրել, այսօր ինչ ենք տեսնում մեր 4 կողմը, նույնը ինչ որ Նոյի օրերն էր։ Ու այդ նույն մեղքերն էլ այսօր էլ կա, որովհետև հրեշտակները նախ ասեմ, որ հրեշտակներին բազմանալու համար հրաման չկար, պետքա որ իրանք ինչ քանակով կան, այդքան էլ պիտի մնան, բայց տեսնում ենք պիղծ մի սերունդ ստացան, աղջիկների հետ խառնվեցին, հսկաներ ծնվեցին ու գիտենք, որ այդ Սոդոմական այդ մեղքերն էլ, Սոդոմի Գոմորի մեղքերն էլ իրանք են ներմուծե Սոդոմ Գոմոր, որ Հովտը գնաց ու ինչ ենք հասկանում սրանից, որ իրանք պետք է նայեին, որ դրախտից ներս չկարողանար Ադամը մտնել ու ասում է բոցեղեն սուրը դրավ, Եբրայացիս թղթի մեջ են կարդում, որ ասում է իր պաշտոնյաները կրակի բոց կնե, դրանից գիտենք, որ սրանք հրեշտակ են եղել, կրակի բանով տենց պահել են, որ իրանք չկարողանան ներս նորից մտնեն, բայց ինչ ենք տեսնում, ուրեմն Հոբի մեջ կա մենակ դրա մասին, հին ուխտի մեջ, որ նայում ենք, Աստծո որդիներ, երկու տեղ է նշած, մեկն էլ
Էլի նույն գլխի մեջ է որ նորից ասում է, որ Աստծո որդիներ են։ Նոր ուխտի մեջ տարբեր է լրիվ խնդիրը։ Նախ կուզեմ ես հին ուխտից մի քանի բան բացեմ ավելի խորը։ Օրինակ Հուդա առաքյալը, Հուդան ինքը ոչ Իսկարիոտ ասի, Հակոբոսի եղբայր Հուդանագրողը, ինքը մի գլուխ է ընդամենը գրե ու շատ կարևոր մի բան է գրե։ 6 ու 7-րդ համարներն է, որ ուզում եմ կարդամ, եւ այն հրեշտակները, որոնք իրենց իշխանությունը չպահեցին, հապա իրենց բնակությունը ձգեցին, մշտնջենարավոր կապերով խավարի մեջ պահեց մեծ օրվա դատաստանի համար։ Այն հրեշտակ, այս ինչ իշխանություն էր սրանց տրված, ուրեմն արդեն ասեցի, պետքա չթողեին, որ իրանք մարդիկ նորից մտնեին դրախտ, դրախտի ճամփան պետք է պահեին, չթողեին, որ չլինի թե որովհետև Աստված երբ որ իրանց վռնդեց դրախտից, ասում է գիտության այդ ծառից կերան, չլինի որ հիմա էլ կենաս ծառից ուտեն, ուրեմն դե կենաս ծառն էլ կար, ու գիտենք մենք այդ կենաս ծառը ով էր, Հիսուս Քրիստոս ինքն է, ու հավիտյան ապրեն, այսօր այն մարդիկ, որ Հիսուս Քրիստոսին ընդունում են, այսինքն մենք ոնց որ Հիսուսին մեր մեջ ունենք, իրենք այդ ծառից միտքս տես բան արեց, խառնեց, վերջը եւ այն հրեշտակներ, որոնք իրենց իշխանությունը չպահեն, ուրեմն այս իշխանությունը իրանք չպահեցին, մարդկանց աղջիկների հետ խառնվեցին ու այդ պիղծ սերունդը եկավ։ Ու տեսնում ենք, որ դրա համար էլ, 1-7-րդ համարն էլ ասենց է, ինչպես Սոդոմ ու Գոմորը եւ անոնց բոլորտիկը եղած քաղաքները, որոնք ասոնց նման պոռնիկեցան ընկերներու մարմիններու ետևեն երթալով, մեր արջևը օրինակ կեցել են հավիտենական կրակի դատապարտությունը ընդունելով։ Ուրեմն ինչ կատարվեց։ Նույնպես Սոդոմ Գոմորը, երբ որ Աստված պիտի արեր, շատերը կարծում են իրանք բոլոր հրեշտակները թևավոր են, կա այո, սեդրոբեններ, քերոբոններ կան, որոնք կարդում ենք Եզեկիելի մեջ կա, Եսայի մարգարեն դրա մասին ուրեմն գրում, ասում է, որ իրանք այո թևեր ունեն, 6-ը թև ունեին, 4-ը երես ունեին, 4-ը, ու 4 կենդանիներ էին դրանք, որոնք շատ հետաքրքիր է, ուրեմն այս 4 կենդանիներն էլ մեզի ինչ են ներկայացնում, 4 ավետարաններն են, ուրեմն մեկը ասում է զվարակի 30-ներ, մեկը արծիվի, մեկը մարդու, մյուսն էլ արյուծի, ու գիտենք 4 ավետարանները, երբ որ գրվեց, օրինակ Մատթեոսինը հրեաներին է ուղված, ու արյուծա, իրանց թագավորն է, արյուծին ով է, թագավոր է ինքը, կենդանիների թագավորն է, ու այս արյուծը ներկայացված է 27 անգամ, որպես Հիսուս Քրիստոս ձեր թագավորը, ու թագավորը եկավ իրանք չընդունեցին, 27 անգամ գրված է, ուրեմն Մատթեոսի մեջ, ահա ձեր թագավորը, երկնքի արքայությունն էին իրանք քարոզում, առաքյալներն են, որ գնացին, երկնքի թագավորությունն էին քարոզում, ուրեմն, բայց մենք այսօր գիտենք շնորհքի ավետարանն ենք քարոզում, շնորհած, որ շնորհքով է փրկությունը, մեր թագավորը հրեաների թագավորն էր Հիսուս, ու իրենք իրենց թագավորը մերժելով, ինչ արեցին, խաչեցին, բայց մենք այդ թագավորը ընդունեցինք մեզի փրկիչ որպես օրհնյալ մի Տեր, իրանք մերժելով, բայց գիտենք, էլի Աստծո ծրագիրը դրանով չի վերջանում, քանի որ հազարամյա կա, Հիսուս իր հազարամյա թագավորությունը երկրի վրա պետք է ուրեմն ունենա 1000 տարի, մարդիկ ասում են, դա տեսանելի չի, սենց չի, բայց մենք ընդունում ենք, որ նախքան հազարամյան սկսվել է Հիսուս գալու է երկրի վրա, ներին ինչ անելու, սուտ մարգարեն, ները մեկ էլ սատանային, 3 պատիժներ գրված է, որ ներն ու անտիքրիստոս կոչեցյալը
որ ները կոչվում, մեկ էլ սուտ մարգարեն, իրանք ողջ կրակի ծծումբի կրակի լիշն են գծվելու, բայց սատանային էլի Աստված 1000 տարի թեխի մի անգամից չի գծում, չգիտեմ, դա Աստծո գործն է, բայց Աստծո ծրագիրները մեր այնքան մեծ է, այնքան բանա զարմանալի է, ոնց որ օվկիանոսից մի բաժակ ջուր, եթե կարողանաս խմես, դա Աստված այդքան ոնց որ մի հատ օվկիանոս, այդից մեր սաղ կյանքի ընթացքը, որ նվիրել ենք իրան, սերտում ենք, օրը գիշեր կարդում ենք, մի բաժակ եթե կարողանաս փախցնես, դա մեծ օրհնություն է, որտեղ մենք մեր 100 գրամանոց ուղեղով Աստծո էս մեծամեծ բաները, ով կարա լրիվ իմանա, ով կարա լրիվ քննի, ու ինչ հետաքրքիր են Աստծո գործերը, ինչ զանազան են Աստծո գործերը, ու տեսնում ենք 1000 տարի սատանան գուբը պետք է պահվի, կրակի լիճը մի անգամից չի կծում, անտիքրիստոսը ները կոչեցյալը ու սուտ մարգարեն կրակի լիճն են ձգվելու, բայց սատանան 1000 տարի ուրեմն պետքա գուբում պահվի, գուբի խոնութ տեղերը պիտի իջնես ասում է, ու այդ սրեշտակների դատաստանը երբ որ տեսավ Աստված ջրեղեղի նոյ ջրեղեղը բերելուց ուրեմն ինչ արեց սրանց գցեց տարտարոսը իրանք ընդ հիմա սպասում են գիտեն որ դատապարտված են սրանք այդ գրուպն են որոնք Աստծո ուրեմն մարդկանց աղջիկների հետ խառնվեցին ու սրանք տարտարոսում իրանց պատիժին է սպասում գիտեն որ մի օր սպիտակաթոռի առջև պետք է գնան իրանք սպիտակաթոռի առջև, որտեղ Աստծո խոսքը զանց էին արել, Աստված իրանց հրաման չէր տվել, որ գնան իրենց կիներ ընտրեին, ու տեսան գայթակղվեցին, ասում եմ մարդկանց աղջիկների գեղեցիկ լինելը իրանց գայթակղության պատճառ դառավ, դրա համար իրանք ինչ արեցին, խառնվեցին, այս պատիժը եկավ։ Շատ հետաքրքիր է, որ Պետրոս Առաքյալն էլ է սրա մասին խոսում, 2-րդ գլուխ 4-5-ն է, որ ուզում եմ մի հատ կարդամ։ Ուրեմն 2-րդ Պետրոս, ոնց որ գիտենք, Պետրոս Առաքյալը 2 գրքեր ունի գրած, 2 Պետրոս կա, 2-րդ Պետրոս 2-ի 4-ի 5-ը։ Ուրեմն մեղ գործող հրեշտակների մասին պետք է խոսա։ Վասնզի եթե Աստված մեղ գործող հրեշտակներուն չխնայեց, հապա խավարի կապերով տարտարոսը ձգել տվավ դատաստանի համար պահելով, ու առաջվա աշխարհը ալ չխնայեց, միայն թե Նոյը ու 8-րդ անձը արդարության քարոզիչը պահեց, ուրեմն ինքը Նոյը ինչ էր անում, 120 տարի քարոզում էր, այդ ամեն մեխը որ խփում էր, այդ անհավատների ականջներին էսի զրնգում էր, ասում էր մոտ ժամանակը Աստված պետք է պատժի այս աշխարհը, ձեր մեղքերից հետ դարձեք, ձեր չճամփաներից հետ դարձեք, չէին լսում, ձեռ էին անում, ծաղրում էին, նույնն էլ հիմա է, մեր օրերում է այս նույն բանը կատարում, երբ ջրերեղը ամպարիշտ աշխարհի վրա բերավ, ուրեմն մենք էլ ինչ ենք տեսնում, որ այս աշխարհն էլ Աստծո խոսքով է պահված ու նախքան Հիսուսի գալը տեսնում ենք, որ այս նույն մեղքերը պետք է որելի նորից կրկնվեն, շարունակվեն, ու ինչ ենք տեսնում ենք մեր օրերում, Հիսուս ասեց, ոնց որ Նոյի օրերն էին, Նոյի օրերը ինչ էր, ուրեմն մարդիկ այնքան էին Աստծուց հեռացել, ասում են մեր տներից հեռու գնա, թող հանգիստ մենք մեր կյանքը ապրենք, վայելենք մեր ազատությունը, ինչ ես ուզում մեզնից, բայց Աստված ասում է իրանց տները բարիքներով լցրել էր, օրհնել էր այս մարդկանց, տները լցել էր, ապրում էին ըստ պահանջի, ամեն ինչը լավ էր, բայց տեսնում ենք Աստծո հանդեպ իրանք սեր չունեին, մենակ Նոյն էր, ու Նոյն էլ դրա համար Աստված խնայեց ու իր ընտանիքն է խնայեց, Նոյն էլ ես տարբեր մի բան չէր խորքի մեջ, որ նայում ես, քանի որ երբ որ ջրեղեղից հետո նայում ենք Նոյն էլ ինչքան սխալ բաներ արեց ու իր զավակները ինչքան սխալ բաներ արեցին ու այդ մեղքը գնալով զարգացավ մինչև մեր օրերը նայում ենք որ մարդը մեղքի պատճառը ինչ է մեր մեջ այդ մեղանչական բնությունը մեզ միշտ մեղանչելու է տանում միշտ սխալ ճամփաների է տանում
թեև Նոյը հոբի համար էլ է նույն բանը ասում է Աստծո առջև արդար մեկներ, ոնց որ սատանային տենց էլ արսեց, ասում է իմ հոբ ծառայի սաղեք ուշադրություն արի, լավ նայեցիր, հա ասես դե այդքան բան ես իրան տվե, օրտնել ես, հլա դու այդ ունեցած չունեցածը վերցրա, ասես տալիս եմ քո ձեռը, գնա վերցրա, ու Նոյը ինչ մի հատ հետաքրքիր խոսք է ասում, երբ որ 10 զավակները կորցրեց ինքը, ինչ ցավալի մի բան է, այսի բերանով ենք ասում, բայց շատ ցավալի մի բան է, ասեց ինչով ինքը մխիթարվեց հոբը, ասում է Տերը տվեց, Տերը տարավ, ուրեմն ինքը վստահ էր, որ Տիրոջ մոտ են իր զավակները, էդ էր իրան մխիթարող, ասում է Տերս տվեց, Տերս էլ առավ, այսօր մենք էլ տեսնում ենք, ոնց որ Գագիկ եղբայրս էլ կարդաց, Աստված ծեծում է մեզի, խրատում է մեզի, ինչի որտեղ մենք խորտ չենք, մենք իր զավակներն ենք, դրա համար մեր համար Աստված ցավա քաշում։ Երբ որ տեսնում եմ մի բան, ինչ ենք անում, դաստիարակում է, կարա դա լինի հիվանդության միջոցով, գործի անհաջողության միջոցով, տարբեր ձևեր ունի Տերը, բայց գիտենք, որ ինքը մեզ սիրող Հայր է, ինքը մեզ սիրող Աստված է, դրա համար իր կյանքն է չխնայեց, մեր համար դրեց։ Ուրեմն տեսնում ենք ստե որ թվոցի մեջ կա ուրեմն նայում ենք այս ջրեղեղից հետո, երբ որ Աստված ասեց Մովսեսին, ասեց 12 հոգի ամեն ցեղից մի հոգի վերցրա ու ուղարկի այն երկիրը, որ խոստացել էր իրանց։ Ինչքան հետաքրքիր մի բան կա էլի, երբ որ կարդում էի, մտածում ես, Աստված ուրեմն Եգիպտոսում այդքան հրաշքները արեց, իրանք տեսել են այս մարդիկ ամենը, 10 հարվածները, տեսել էին ամեն բան իրանք այդ ծովը ոնց բացվեց, իրանք մեջով անցան, էսի շատերի համար հեքիաթ է տվում, բայց Աստված հեքիաթ պատմող հեքիաթ չի պատմում, ինչ-որ ասել է, տենց էլ եղել է, իրանք տեսան, այդ ծովի մեջով որպես թե ցամաքով անցան, երբ որ փարավոնը իր զորքով հետևներից էր ընկած, որ ուզում էր իրանց կործանի, իրանք կործանվեցին։ Ու այս բաները ամենը տեսել են, Եգիպտոս եկան, Եգիպտոսից հանեց Աստված Մովսեսի ու Ահրոնի միջոցով, ասեց, որ ձեզի լավ երկիր եմ տանում, այդ երկիրը կաթում մեղր է բխում։ Դրա համար էլ Մովսեսին ասեց, մարդ ընտրի ամեն ցեղից մի հոգի, թող գնան մի հատ լրտեսեն այդ երկիրը։ Իրոք գնացին ապշած են մնացել, այս ինչ մի օրտնված երկիր է այս երկիրը ու անապատում էին իրանք, պետք է անապատից մինչև այդ երկիրը մտնելը 11 օր էր տևելու, 11 օր ընդամենը պետք է դիմանային ու Աստծուն վստահ էին, Աստված Եգիպտոսի ժողովուրդը հանեց, բայց իրանց սրտերից չկարծավ Եգիպտոսը հանի, կարդում ես, նայում ես, տրտուժներն է սկսվում, ջուր չկա, էս չկա, էս ենք ուզում, են ենք ուզում ու Աստված էլի համբերում էր։ Մի օր էլ ասեց, պետք է ջնջեմ սրանց հետ, ջնջեմ Մովսեսը ընկավ ոտքը, խնդրեց, աղաչեց, ասում չլինի, որ մեր թշնամիները ասեն հանեց ու չկարողացավ այն երկիրը տանի։ Վերջը 12 լրտեսները երբ որ եկան, ասում է երկու հոգի գցած ուսերին մենակ մի հատ խաղողի վազը, այդքան մեծ գիլաներ ուներ ուրեմն, ինչ օրտնված, կաթում մեղր բխող երկիրը ասում է։ Ու եկան պատմեցին, բան արին, բաց ասին, գիտեք ժողովուրդ, մի բան կա, պետք է ասենք, այդ երկրում ասեց հսկաներ կան։ Այս հսկաները որ դուց ըտեղ, ուրեմն տեսնում ենք ջրեղեղից հետո նույն մեղքերը շարունակվել է։ Ենակի որդիները կան ասեց։ Մենք իրանց մոտ մարախներու պես ենք ասում, մեզ կտորորենք։ Մենակ ուրեմն Հեսուն ու Քաղեբը ասին, չէ ասին, դրանք մեր կերակուրն են, Աստված դրանք մեզ ձեռն է տվել, դուք ինչ եք ասում, ժողովրդի սիրտը եք թուլացնում, ուրեմն նայում ենք 10 ցեղը դեմ կեցավ, ասեց, չէ, մենք չենք կարա, գնում եք գնացեք, մենք չենք կարա, ու Աստված ասեց, սրանցից ոչ մեկն չի մտնելու այդ երկիրը, բայց իրանց զավակները մտնելու են ասեց, ու 20-ից տեսանք, որ 40 տարի տևեց, 40 տարի 11 օրվա ճամփեն էր, ուրեմն նայում ենք Եգիպտոսը իրանց սրտի մեջ էր, չկարողացավ Աստված սրտներից անի,
430 տարի այս մարդկանց կյանքն ա եղել էդի, սովորել են դրան, բաց տրկությունից, ճորտությունից, տանջանքից, մոռացան, որ հառաչում են Տեր Աստված փրկել, չեն կարող, չեն դիմանում, ու Աստված հանելա փոխանակ շնորհակալ լինեին, ինչ են անում։ Չէ, ասում են, Երանի, Եգիպտոս դառնանք։ Մովսեսի դեմ հելան ապստամբություն արին, Աստված ասեց, դե քու դեմ չէ, իմ դեմ են անում սրանք։ Սրանք իմ դեմ են անում ու տեսանք Կորխը, Դաթան ու Աբիրոնը ապստամբեցին սրանք, ասին չէ, ասեն չի լինի մենք։ Այս պայմաններին երկար չենք կարա դիմանանք, ինչ արեց Աստված, ասեց իրանց վրանների մոտերից հեռու փախեք։ Ողջ ուրեմն գեդինը բացվեց սրանք ողջ ուրեմն իրանց ընտանիքներով, բայց սրանց թորներից, այս Կորխի որդիների թորները մնացել էին, հետաքրքիր բան է, երբ որ Սաղմոսած գիրքն են կարդում, 7 գլուխ ունեն, Աստված են փառաբանում այս մարդիկ, զարմանում ես, այդ ապստամբ իրանց պապերն էին, թե հայրերն էին, ով էին, ինչ էին, մարդիկ ոնց են ասում պաշտում, ոնց են ասում փառաբանում, կարդում ես Կորխի որդիների Սաղմոսը, 6-7 գլուխ ունեն, ու Աստված տեսնում ես, որ ինչ ողորմած է, էլի, չնայես, որ այդ ապստամբներին ուղով ծուծով ոնց որ չբնաջնջես, թողեց, իրանցից է թողեց։ Ու սրանք անդադ ինչ էին անում, Մովսեսի դեմ տրտունջ էին անում, մեզ խիբերիրս թե ջուր պտի տաս, ու տեսնում ենք Պաչարներից մեկն էլ են եղավ, որ Մովսես այդ Քանանուն երկիրը չմտավ, շատ է օրենքով ոչ մեկը չի կարա Քանանուն երկիրը մտնի։ Մենք մեր բարի գործերով, մեր ինչ-որ բաներով չենք կարա երկինք մտնենք, ուրեմն տեսնում ենք Աստծո ողորմությունը, ճանապարհը մենակ Հիսուս Քրիստոսով է, ուրիշ ճանապարհ չկա։ Հին ուխտը շուքներ, ցույց է տալի, որ այդ զոհերը, բաները, ամենը Հիսուսին էին խորհրդանշում, խորհրդապատկերն էին, որ պետք է կատարյալ զոհը գար, ու իրան պետք է որ մարդիկ ընդունեն։ Այսօր տեսնում ենք Աստված էլի մարդկանց ամեն կերպ, ամեն շանսերը տալիս է, որ իրան դառնան, իրան ընդունեն, ու մեզնից ինչ է պահանջում Աստված։ Ասում է քո կեղտոտ, այդ չար սիրտը, մեղավոր Ադամական այդ սիրտդ ինձ տուր, ես ուզում եմ փոխեմ, ուզում եմ նոր հոգի դնեմ քո մեջ, Սուրբ Հոգին եմ ուզում դնել, ու այդ Սուրբ Հոգին է, որ մեր կյանքը պետք է փոխի։ Եթե ոչ մենք ոչ մի մարդկանցից էլ լավը չենք, եթե որ ճիշտ ասեմ, հələ մի 100 անգամ էլ ավելի վատն եմ ես։ Ինձնից այնքան ասել եմ ու միշտ կասեմ, ինձնից ավելի բարի, ավելի լավ մարդիկ կան, ավելի կրթված, պիտանի մարդիկ, այս հասարակությանը, ես ով եմ եղել, ինչ եմ եղել, բայց տեսնում ես Աստված վերցնում է, չի նայում քո քանի հատ համասարան ես ավարտել, ինչ ես նա, չէ, իր համար ձկնորսներին է վերցնում, նայում ենք, անգրագետ մարդիկ, գնում էին զուգ էին, որցում իրանց համար ապրում էին, չնայեց, որ չէ, կանի ես նայեմ, այս փարիսեցիները կան, դպիրները կան, որ Սուրբ Գիրքը լավ գիտեին, բայց իրանց չվերցրեց, որովհետև տեսա, որ իրանց սրտի մեջ Աստծո փնտրելու փափակ չունեն, բայց այս պարզ ձկնորսները Պետրոսի օրինակ, որ նայում եմ, նավի մեջ է, խնդրեց Հիսուս, ասեց, կարամ նավից հտել, մի քիչ բան ափիցենքում գնա, որ կարողանամ մարդկանց ազատորեն քարոզեմ, էլի, չնեղեմ եմ բան, ասեց արի, հա, նստեցին, վերջը գնացին մի քիչ ենքում, քարոզը պրծավ, Պետրոսին ասեց, Պետրոս ասեց, դուք բռնել ես, ասեց, չէ, վարդապետ ջան, ասեց, ես այսօր շատ ենք տանջվել, բան ենք արել, հələ վարդապետ էր իր համար, Տերը չէր, հələ վարդապետ էր, ասում է, շատ տանջվեց, ու ինքը բան էր, կարգին ձկնորս էր, իրանց կյանքը հենց դրանից էր, որ ձուկ պետք է բռնեին, վարճարեին, որ ապրեին, փորձառու մի ձկնորս էր, այնց չէ, որ այնքան որ հավեսի համար էր գնում, չէ, իրա գործն էր, ասես չէ, վարդապետ, ասես չեմ բան արել, բայց քո խաթր, որ ասում ես, ասում է, Հիսուս ասեց, քշի մի քիչ կենտրոնը ասեց, ուրկանդ էլ աշկոմը քցի, վերջը քցեց, չի կարում հանենքան զուգա բռնի, զարմացել ապշելա ծունկի եկավ մի անգամից մարդը, հասկացավ, չէ, Հիսուսը պարզ մեկը չի, ասեց, Տեր ասեց, ինձնից մեկդի գնա, խնդրում աղաչում եմ քեզ, ես շատ մեղավոր մարդ եմ,
Հիսուսն էլ ասեց, ես քո համար եմ եկել։ Առողջներին, բժիշկ պետք ունման, մեղավորներին, ընկածներին, նրանք որ գիտակցում են, որ իրանք լավը չեն էլի, լավը չեն, դրանց համար եմ եկել, առողջները բժշկի կարիք չունեն, երբ որ ամեն ինչը լավ է, ինչ բժիշկ պետք է մանկա, բայց ինքը հասկացա, որ ինքը մեղավոր է, մեծ մեղավոր է, ասեց, ինձնից մեկդի գնա, ասեց, ես շատ մեղավոր մարդ եմ, Տեր դու ինձ չես ճանաչում, ես ինչ վատ մարդ եմ, Հիսուս ասեց, քո համար եմ ինձ եկել, քո նմանների համար Պետրոս ջան, ու ապաշխարեց այս մարդը տեսնում ենք։ Ճիշտ այնքը իմիշտ էլ բարբառուն էր, ամեն ինչում առաջինը գծվեր, ու տեսնում ենք Հիսուսի հարությունից հետո էլ երբ որ ինքը ապներ, տղաք ասեց, դուք բռնել եք, չեք բռնել, ասեց մուրկանը, աշկոմը գցեք, մնացած այն մարդասին է դու վայ ինչ ասում, գլխին գա ոնց որ մի բան, ասեց դե ինչ ասում արեք ինքը վեկալա մուրկանը գցեց։ Մեկ էլ տեսան այնքան ծուկ բռնել, ուրեմն Հիսուսին չճանաչեցին, բայց իր գործերից իմացան, Հովհաննեսը վռած հասկացավ, ասեց, էսի Տերն է։ Ինչից իմացա, որ Տերն է, որովհետև այնքան ծուկ բռնել գնացել էին, նեղված, Տերը իրանց հետ չի արդեն, ամեն մարդ իր գործով, Էմաուսի ճամփեքը մի ճամփա են բռնել, այս սրանք Պետրոս արդեն մանավանդ որ ուրացել է Տիրոջը շատ նեղված, բան Ասում էր ինձնից հեռու գնացեք, ես լավը չեմ, դուք գնացեք, ասում էր, գնացեք, թող Հովհաննեսը մինչև վերջ իր հետևից գնացեք, ես չեմ, բայց սաղ եկան ասին, չէ, դու ես մեր ավագ եղբայրը, Հիսուս քեզի ներել է, ընդունել է, ասեց, ու ասեցին, Տերն է, Հովհաննեսը վռած գլխին գավ, ասեց, չէ, պարզ մի բան չէր, Տերն է, Պետրոսս, դու Պետրոս, չհամբերեց էլ, որ նավը մինչև շորով, մորով ջուրը գցվեց, որ պետք է գնա Տիրոջը մի հատ փաթաթվի ոտերին, համբուրի ոտերը, ասեց, Տեր, կներես ինձ, ու Հիսուս ներել էր իրան, ասեց Պետրոս, ասեց, ինձ դրանցից շատ ես սիրում, ասեց, դե դու գիտես, Տեր, որ ես քեզ սիրում եմ, ուրեմն 3 անգամ հարցրեց, երբ որ 3 անգամ հարցրեց, Պետրոսը շատ նեղվեց, հիշեց այդ ակլորի կանչը, որ ասել էր, դու քեզ շատ առաջ մի գծի, դու էլ ես սրանց նման նույնն ես, ու բոլորը ուրացան իրան, բոլորը փախան, վախեցան, մարդ են, բայց Հիսուս ասեց, նայի Պետրոս ասեց, արացի իմ գառներին, իրան պարզ գործի դրեց, ասեց գառներից կարածես, հետո տեսնում ենք մյուս անգամ ասեց իմ ոչխարներ, ուրեմն ժամանակական ընթացք էր էսի, երկար ժամանակ պետք է քաշի, yani պետքա իմ ոչխարներին արածես, ես քեզ այդ պաշտոնի եմ կանչեմ, մի թուլացի, շատ է տեսնում ենք որ բռնեցին, գցեցին բանտը, գոտի մոտի սաղ քանդել էր, ոնց որ ինքը ոչինչ պիտանի չի, ու սպասում էր թե իր գլուխն էլ ոնց որ պետք է կտրեն կամ խաչեն, ինչ կանեն, վերջը դրան էր սպասում, բայց հրեշտակը եկավ ու իրան խթանեց, ասում է, բզեց, էլի ասես Պետրոս, ես ինչ ես բռնես, դե ես քեզ դրա համար եմ կանչել, հագնվի պատրաստվի, որ պետք է գնաս ու գնացին, չէին վախենում, էլ ինչ ուրանալ, էլ ինչ բան, պատրաստ էր մարդը, որտեղ արդեն Սուրբ Հոգին ունեին իրանք, Սուրբ Հոգի ստացան, 40 օր ասես կսպասեք թե 53-րդ օրը Սուրբ Հոգին ստացան ու իրանք քաջ վկաներ եղան արդեն, չէին վախենում, որ իրանք կյանքին ինչ կլինի, ինչ չլինի, տաճարում գնացին, էլի սկսեցին քարոզ կարդալ մարդկանց, որ ապաշխարեք, Հիսուսը փրկիչը, այն Հիսուսը, որ դուք խաչեցիք, ու մարդիկ զղջում էին, շատերը դարձի էին գալի, տեսնում ենք անգրագետ Պետրոս, ոչ կարդություն ուներ, ոչ բան, իրա մի քարոզով 3000 հոգի մի անգամից հավատքի եկան, դարձի եկան, օրենքի տված ժամանակ էլ նորից նայում ենք, երբ որ Մովսեսը օրենք, 3000 հոգի մեռան, ուրեմն նայում ենք օրենքը ինչ անում, սպանում է, բայց շնորհքը փրկում է, Հիսուս եկավ չսպանելու մեր, եկավ մեզի փրկելու, մեր մեղքերից, մեր անօրենություններից, Անցած օրը ճիշտը մի տեղ է, էլի մի հատ մարդկային տենց մի բան եղավ, մարդը ասում է, Աստված ինչ, քանի հատ զավակ ունի, ասես սաղ, ասել մենք իրա զավակներն ենք, էլի, ով որ հավատում է Հիսուսին ընդունում է, իրա զավակա դարում, չէ ասեց, խարվում ես ասես, տենց չի, Աստված մի հատ
զավակ ունի։ Հա միածին որդին Հիսուսն է, դա որպես տիտղոս, ու էսի ավելի Եհովայի վկաների այդ գաղափարի մի բանն է։ Դից այս ալիքը գալի է, տենց եմ հասկանում, հա, ինչի են բերում, ասում է բանը, Աստված մի հատ վկա ունի, դա էլ Հիսուս Քրիստոսն է։ Մենք Հիսուսի վկաներն ենք, Աստծո վկա չենք ոնց որ էլի, դա բաժանում է ուզում, բայց Աստված մարմնով հայտնվեցավ, այ եղբայր, Աստված մարմնով հայտնվեցավ, այդ տիտղոսը վեկալել են, որ Աստծուց պակաս է Հիսուսը, Աստծո միածին որդին, այո, մենք Աստծո միածին որդին չենք, միածին որդին մի հատ է, Հիսուս Քրիստոս, օրհնյալ մեր Տեր, մեկը այդ տիտղոսը չի կարա իր վրա առնի, դաժե զարմանում ես մեկ-մեկ, որ Հիսուս անուն են մարդիկ երեխեքի վրա դնում, դա էլ մեծ պղծություն է, այ մարդ ով ես, քո այդ մեքսիկացիների մեջ ես ավելի շատ բան կա, որ հա Հիսուս, նայում եմ այն ժամանակ աշխատում էի, մեկ էլ Հիսուս ագա, զարմանում եմ, ասում եմ, սրանք ես ինչ մարդ են, ախպեր, դու ոնց ես էլի ռիսկ անում, այտենց օրհնյալ մի հատ տիրոջ անունով վերցնես քո մեղավոր զավակիդ վրա տնես։ Բայց մենք, հա, ես եմ ուզում կարդամ, Հռոմեացի 8-րդ գլուխը, ուրեմն 8-րդ գլխի մեջ է խոսում, 12-ից 17 համարներն եմ ուզում կարդամ, որովհետև որ հին ուխտից ասեցի, որ Աստծո որդիները հրեշտակներն են, նոր ուխտի մեջ էլ ուրեմն 8-12-ն Հռոմեացիս։ Ապա ուրեմն եղբայրներ, պարտական ենք ոչ թե մարմնին մարմնավորապես ապրելու համար, վասնզի եթե մարմնավորապես ապրելու լանք, պիտի մեռնենք, բայց եթե հոգիով, մեծատարագրած Սուրբ հոգիով մարմնի գործերը սպանենք, պիտի ապրենք, վասնզի անոնք որ Աստծո հոգիով կառաջնորդվին, անոնք Աստծո որդիներ են։ Պարզ գրած, ասում է, որտե՞ղ է գրած, որ մենք Աստծո որդի ենք։ Հեսա, պարզ։ Սրանից պարզել ոնց գրի, բանը, Պողոս առաքյալն է թղթի գրողը, բայց հեղինակը գիտենք, որ Աստված ինքն է, Սուրբ Հոգին է։ Քանզի դուք ծառայության հոգին չառիք կրկին վախնալու, հապա որդեգրության հոգին առիք, որ անով կկանչենք Աբա հայր, մեծ հայր, Աբա հայր, մեր Աբա հայրը ով է, Հիսուսն էլ տենց սովորացրեց, ասեց հայր մերով, որ ասում էր, չասեց իմ հայրս, հայր մեր, այսինքն մեր բոլորի հայրն է, տենց ենք հասկանում, ու ինքը մեր Աբա հայրն է, նույն ինքը հոգին վկայություն կտա մեր հոգիների, ուրեմն այս փոքրատառով արդեն մեր հոգիների մեջ, թե մենք Աստծո որդիներ ենք, եւ եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդներ ենք եւ Քրիստոսի ժառանգակիցները, որպեսզի եթե իր չարչարանքներին կցոր տլանք, իր փառքինալ հաղորդալանք, այս ինչ մեծ կոչում է Աստված մեզի տվե, Աստծո որդի կոչվես, այսօր եթե մեկը Թրամփի որդին լինի, արդեն իր քայլվածքը, իր դրվածքը, բանը, բայց սրանք պարապ մարդիկ են սաղ, մի օր կան, այդ ժամանակավոր թագավորությունն լա գնալու, բայց մենք ում ունենք, Հիսուս Քրիստոս թագավորների թագավոր, տերերի տերը, ու ինք մենք իր զավակներն ենք, այս ինչ մի մեծ պատիվա մարդուն արժանացրե, այս ինչ մեծ պատիվա արժանացրե, ուրեմն ժամանակս էլ արդեն լրացավ, շատ բան ունեմ խոսալու, բայց տես այսքանով շատ համարներ էի հանե ու փառք Աստծո, որ այսքանը տվեց, ուզում էի նաև բաների մասին խոսամ, 4 ավետարանները, որ երբ որ այդ կենդանիներին տեսավ, 4-ը 30 էին, ուրեմն արյուծներ, ուրեմն արծիվի դեմքով կար, մարդու դեմքով կար, մեկ էլ տիրոջ ծառան զվարակի դեմքով էր, որ լուծը առած վրեն գնում է, էլի, դրանց մասին էլ էի ուզում խոսամ, բայց ժամանակը վերջացավ, թող Աստված այսքանով օրհնի ձեզ բոլորիդ ու իր խոսքը օրհնի, թող մեզ էլ մինչև իր գալուստը պահի պահպանի, իրեն հավատարիմ զավակներ մնանք, որտեղ մոտ է ժամանակը, շատ մոտ է,
մեր կարծածից ավելի մոտ է, որովհետև այս ամեն բան արագորեն փոխվում է, այս աշխարհն է փոխվում, մարդիկ են արդեն տեսնում են, որ պատերազմներ է սպասվում, բաներ է սպասվում, թող Աստված մեզ միջև վերջ հավատարիմ պահի, ամեն։